Հայաստանը Միացյալ Նահանգներից արդեն ստացել է $140 միլիոն թրիփ նախագծի նախապատրաստական աշխատանքների համար, տեղեկացնում է Հայաստանի վարչապետը։ Նրա խոսքով սա հայ-ամերիկյան մեգա նախագծի շոշափելի արդյունքներից մեկն է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, այսինքն դա արդեն նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղ։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակվել է թրիփ նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի համաձայն ուրվագծվում է թրիփի գործարկման կոնկրետ ուղին։ Սույն հաղորդագրության մեջ նշված է. կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական օղակ, ակնկալվում է, որ թրիփը միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Շատ կարևոր է, որ այս նախագծի շրջանակներում մենք ստանալու ենք մաքսային եւ սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որը նաև փաստաթղթում նախատեսված է, որ Հայաստանում նախկինում չի եղել։ Շատ զարգացած երկրներում դա արդեն իսկ ներդրված է, ընդհանուր Միացյալ Նահանգներում։ Պատկերացնում եք Միացյալ Նահանգների նման երկիրը եւ այլ բազմաթիվ երկրներ, որոնք ինչքան նախանձախնդիր են իրենց ինքնիշխանության եւ անվտանգության հարցերում։ Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու եւ ես հույս ունեմ, որ մենք ոչ միայն թրիփի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնել, որովհետև դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում։ Թրիփի իրականացմանը ուշի ուշով հետևող հարևան Իրանից մտահոգություններ են հնչում հայ-ամերիկյան համատեղ այս նախագծի վերաբերյալ։ Թեհրանում կարծում են, թե սա ինչ-որ ձևով իրենց դեմ ուղղված քայլ է։ Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահը օգոստոսին այց ունեցավ, օգոստոսի 19-ին էր կարծեմ, Վաշինգտոնի գագաթաժողովից 10 օր անց մենք շատ հանգամանալի երկար մանրամասն զրույց ենք ունեցել եւ ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց մենք նաեւ ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք պատրաստ ենք եւ մենք անընդհատ կապի մեջ ենք եւ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են։ Համենայն դեպս ես ուզում եմ ասել, որ քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքները, մտահոգությունները հաշվի առնում ենք եւ բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը կարծում եմ այս դեպքում ստացվել է։ Այս համատեքստում հատկանշական է նաև, որ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը հայտարարել է. Թեհրանում այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ Հայաստանը կարող է դառնալ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն։ Խալիլ Շիրղոլամին դժգոհել էր, որ վերջին օրերին Երևանում Իրանի դեսպանատան դիմաց վիրավորական արտահայտություններով ուղեկցվող ակցիաներ են անցկացվում, իսկ Հայաստանի իշխանությունը դրանք չի սահմանափակում։ Դեսպանը նաև նշել էր, որ Իրանում ընթացող բողոքները ծրագրել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, Իրանը պառակտելու նպատակով, եւ այսպիսի սցենարում պարտվողների թվում կլինի նաև Հայաստանը։ Նա ընդգծել էր, մինչդեռ ամենածանր ժամանակներում Իրանը աջակցել է Հայաստանին։ Մենք Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքան Հայաստանում երբեք ոչ միտեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է, այլ բան, որ մենք այո կիսում ենք,
որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ եւ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում իհարկե բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա եւ ընդհակառակ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացնեն համապատասխան վարույթներ։ Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով։ Միացյալ Նահանգներ Իրան առճակատումների ֆոնին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ այսուհետև 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Այսինքն Իրանի հետ բիզնես անողները կտուժեն Միացյալ Նահանգների հետ առևտրի դեպքում։ Արդյոք բանակցում եք Միացյալ Նահանգների հետ այս հարցի շուրջ, որպեսզի Հայաստանի նկատմամբ գոնե այն կենսական ապրանքների նկատմամբ, որոնք մենք ներմուծում ենք Իրանից, որոշակի այսպես բացառություններ կիրառեն կամ առհասարակ գոնե Հայաստանի նկատմամբ ինչ որ արտոնություններ սահմանվի, որովհետև հասկանալի է 25% թանկացման դեպքում ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ մեր տնտեսության վրա Իրանի հետ առևտրաշրջանառության եւ նաեւ Միացյալ Նահանգների հետ առևտրաշրջանառության ծավալների առումով։ Շնորհակալություն։ Ձեր հիշատակված, ձեր կողմից հիշատակված որոշման բովանդակությանը դեռ պետք է դե յուրե բովանդակությանը պետք է ծանոթանալ, մենք ծանոթանում ենք բովանդակությանը եւ ըստ անհրաժեշտության կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր պատեհ առնչվող գործընկերների հետ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։